Դատավճռի հրապարակման նախորդ դատական նիստում ներկայացնում եւ դատարանը հայտարարեցի քննություն ավարտված նշել է, որ դատավճռի հրապարակման համագործակցությունը գործողությունն է եւ նշանակում 2025 թվականի հոկտեմբերի 22-ը։ Սա դուք լսել եք։ Այո։ Այսինքն պատշաճ կերպով ծանոթացած եք եղել 2025 թվականի հոկտեմբերի 22-ին կայացած դատական նիստի վերաբերյալ։ Ինչու՞ չեք ներկայացնում։ Պատվարժան դատարան, նախ դատարանը տեղեկացրեց, որ իմ ներկայությունը պարտադիր չի հրապարակման ժամանակ, դրան չեմ սահմանափակվել, մտածելով, որ իմ ներկայությունը եթե պարտադիր չի, կարող եմ ներկա չգտնել, չնայած որ նախորդ պլանավորած գործեր ունեի արտերկրում, ինչպես հայտնի է բոլորին, ես երբ որ տեղեկացվել եմ պատվարժան դատարան ինձ դատապարտելու մասին, ես անմիջապես տեղեկացել եմ առաջին, քանի ես իրավասության առաջին արձանի դատարանին, որ ես վերադառնալ եմ արդեն ունեմ գնաց տոմս, եւ տվյալորը հոկտեմբերի 28-ին վերադարձել եմ գնացել եմ դատարան։ Դեռ խնդիր չեմ տեսել, էլի այդ որ տեղեկացել է, որ կարող եմ ներկա չլինել, դրա համար ներկա չլինել։ Դատական նիստի ընթացքում է դատարանը։ Այո։ Այո, հարգելի պաշտպան, այդպիսի հայտարարություն Պատվարժան դատարան եւ եթե շեմ սխալվում եւ վերդիկտի հրապարակումից առաջ է եղել եւ դատավճռի հրապարակումից առաջ։ Դատական նիստով։ Մեկը հաստատ եղել է դատական նիստով, բայց որ մեկը այս բան չեմ մտաբերի, բովանդակությամբ է եղել։ Այն բովանդակությամբ, որ դատարանը անհրաժեշտ չի համարում կողմերի ներկայությունը, ըստ օրենքի։ Իսկ բավարարությունը պատվարժան դատարանը ասվել է, որ պարտադիր չի մեր ներկա լինել, սա պատճառներով։ Այսինքն դուք ներկա չեք գտնվել դատավճռի հրապարակման նիստին, փորձենք ամբողջացնել ձեր ասած։ Նկատի ունենալով, որ ըստ ձեր տեղեկությունների եւ ըստ դատարանի հայտնածի, պարտավորել չէի հոկտեմբերի 23-ին ներկա գտնվել դատական նիստին, նկատի ունենալով, որ դատավճռ է հրապարակվելու եւ դատականություն չի լինել։ Այո, ես ճիշտ ասացի։ Այո։ Լավ։ Իսկ որտեղ եք գտնվում։ Մոսկվայում եմ։ Աշխատանքային հանդիպումներ ունեի։ Աշխատանքային ասելով դա ձեր պարտականություններից է բխել։ Ոչ, ես մի անգամ հայտարարություն եմ արել, դրա մասին խոսել եմ պատվարժան դատարան, ձեզ տեղեկացնում, ես գործարար համայնքի հետ հանդիպումներ ունեի, համայնք ներդրումներ եւ այլն այդպիսի աշխատանքի, դրա համար գնացել էի, եմ տեղեկացնում եմ հետո։ Լավ, նախկինում դուք ըստ գործունեությունների կրկին Հայաստանի Հանրապետությունից դուրս եք եկել եւ վերադարձել։ Նախկինում նախապես տեղեկացնում եք դատարանը, որ գնալու եք Հայաստանի Հանրապետությունից։ Ճիշտ ասած չեմ տեղեկացել, պատվարժան դատարան, մտածելով որ հնարավոր է դուրս գալ երկրից գնացել եմ։ Ձեր նկատմամբ գրավ եք իրավացել, հնարավոր եկել։ Այսինքն այդ նախկին անդամները որ գնացել եկել եք, որևէ ձևով դատարանը ձեզ միջամտել է, որ չի կարող։ Պատվարժան դատարան դուք եղել են նաև դեպքեր, երբ պարոն Համբարձումյանը պետք է բացակայել Հայաստանի Հանրապետությունից։ Տեղեկացել եմ նիստի ժամանակ դատարանում մենք նիստ ենք ունեցել, մենք նախորդ դատարանին տեղեկացել ենք, ինքը պատճառը հարգելի է համար թույլ է տվել համապատասխան բացակայությունը կազմակերպենք, մենք նշանակել այլ է։ Մասից համայնք դուք քաղաքը հանդիպում ունեի Ֆրանսիայում, բայց հիշեցի, որ մարդան հիշեցել։ Դատարան տեղեկացել եմ կլինի, որը փոխենք։ Նորատիպ հանդիպումները փոխվել է, դες խնդիր չի եղել, դրա համար մտածել եմ կարող եմ գնալ դատարանից։ Լավ, ես դրակ պատվարժան դատարան, կառավարական նիստերը տեսիք երբ են նշանակվել, 3-4 ամիսը մեկ են նշանակվել, դեռ շաբաթը մեկ չէ, այդքան գիրը չի եղել երբևիցե։ Լավ, եւ դատավճռի հրապարակելուց հետո մասնավորապես դատարանում 27/10/2025 թվականին ստացվել է դիմում Դավիթ Համբարձումյանից, որը նշված է հետևյալը։ Հայտնում որ պաշտոնից միջոցով ծանոթացել եմ ի վերաբերյալ քննվող քրեական գործի դատարանի կողմից 23/10/2025 թվականին կայացած դատավճռի եզրապատիչ մասին, համաձայն որի դատարանը վերաբերել ճանաչել ինձ եւ որպես պատիժ նշանակել ազատագրություն 6 տարի 3 ամիս կապանքով։ Որոշվել է իմ մտավանդիրոս կապանմիջոց վերաբերյալ եւ որպես կապանմիջոց կիրառել կառավարքը։ Տեղեկացնում, որ աշխատանքային այցի շրջանակներում այս պահին բացակայում եմ Հայաստանի Հանրապետությունից, սակայն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին վերադառնալու եմ Հայաստանի Հանրապետություն։ Սա դուք եք ուղարկել այս։ Այսինքն տեղեկացել եք դատավճռի մասին եւ ստացվում է ինքնական ներկայացում, պատիժը կրել։ Պատվարժան դատարան շաբաթ կիրակին գա, տենց եմ հիշում, դրա համար
ամսի 27-ին քիչ ավելի շուտ ուղարկի էլի։ Եվ երբ ներկայացաք, 28-ին այսինքն դատարանությունը հրապարակվել էր հոկտեմբերի 23-ին, ներկայացաք հոկտեմբերի 28-ին եւ ձերբակալվեցիք։ 5 օր է։ Կարող եք